Բարի երեկո, այսօր կանդրադառնանք Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-27 մրցաշրջանի երկրորդ մրցափուլում կայացած խաղերին եւ դրանց ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր իրավիճակներին։ Սկսենք Արարատ-Սարդարապատ խաղից։ Խաղի ընթացքում Սարդարապետը գրավեց Արարատի դարպասը եւ կարող է շատերի մոտ տպավորություն ստեղծվել, որ գոլը խփվել է խաղից դուրս դիրքի խախտումից հետո։ Կրկնապատկերում կարող ենք տեսնել, որ գլխով հարվածի ժամանակ Սարդարապատ թիմի գոլ խփող խաղացողը գտնվում է ճիշտ դիրքում, նա ավելի հետ է գտնվում, քան մրցակցի նախավերջին խաղացողը, հետևաբար գոլը խփվել է ճիշտ։ Տվյալ իրավիճակում պետք է գնահատել, թե հարվածի պահին որ դիրքում է գտնվել գոլ խփող խաղացողը։ Նույն խաղի վերջին րոպեներին տեղի ունեցավ հետաքրքիր իրավիճակ, երբ Սարդարապատ թիմի միանգամից երկու խաղացող վնասված ստացան, նրանցից մեկի համար խաղը կանգնեցվելուց հետո բժիշկ մտավ խաղադաշտ բուժօգնություն ցույց տալու նպատակով։ Համաձայն նոր խաղի կանոնների փոփոխությունների, խաղացողը, ում համար խաղը կանգնեցվում է, կամ եթե նրա համար բժիշկ է մտնում խաղադաշտ, տվյալ խաղացողը պետք է դուրս գա խաղադաշտից եւ մնա խաղադաշտից դուրս նվազագույնը 1 րոպե։ 1 րոպեն լրանալուց հետո միայն նա մրցավարի թույլատվությամբ կարող է մտնել խաղադաշտ։ Կարող ենք տեսնել, որ խաղացողներից միայն մեկն է բուժօգնություն ստանում, հետեւաբար նա պետք է դուրս գար խաղադաշտից 1 րոպեով։ Սակայն համաձայն խաղի կանոնների, եթե խաղացողը վնասվածք է ստացել եւ նա պետք է փոխարինվի, ապա փոխարինումը չպետք է հետաձգվի եւ կարիք չկա, որպեսզի փոխարինող խաղացողը 1 րոպե դրսում սպասի մինչեւ լրանա այդ ժամանակը։ Հետևաբար, տվյալ իրավիճակում մրցավարը չպետք է փոխարինող խաղացողին թողներ դրսում, այլ պետք է թողեր փոխարինումը անմիջապես կատարվի։ Խաղի կանոնների այս փոփոխությունները ներմուծվել են միայն սույն թվականի հուլիսի 1-ից, ինչպես խաղացողների, այնպես էլ մրցավարների համար բավականին բարդ է այդ կանոնների սկզբնական օգտագործումը, սկզբնական փուլում հնարավոր են լինեն բացթողումներ կամ սխալներ կապված նոր կանոնների փոփոխությունների հետ։ Հաջորդ խաղը նույն օրը կայացած Արարատ-Արմենիա Ուրարտու խաղն էր։ Խաղի ժամանակ Ուրարտու թիմի տուգանային հրապարակում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Արարատ-Արմենիան պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված։ Տվյալ իրավիճակում մրցավարը խաղը շարունակում է, սակայն քիչ անց վար մրցավարը հրավիրում է նրան տեսադիտման հավանական 11 մետրանոցի, ինչպես նաև գրոհի կառուցման փուլում հարձակվող թիմի կողմից հավանական խախտման համար։ Կրկնապատկերներում մենք տեսնում ենք, որ իրականում Ուրարտու թիմի խաղացողը խախտել էր խաղի կանոնները մրցակցի նկատմամբ, սակայն վար մրցավարը ճիշտ աշխատանք է կատարում, ստուգում է նաև գրոհի կառուցման փուլը եւ պարզ է դառնում, որ տվյալ իրավիճակում հարձակվող խաղացողը մինչ արդեն նշված իրավիճակը վտանգավոր է խաղում մրցակցի նկատմամբ, նրա ոտքը բավականին բարձր է մրցակցի գլխի բարձրության, դրանով նա վտանգում է մրցակցի անվտանգությունը, առողջությունը, հետևաբար, քանի որ սա կատարվել էր ավելի շուտ, քան 11 մետրանոցի խախտումը, ապա պետք է պատժվի առաջին կատարված խախտումը։ Տվյալ իրավիճակում ինչն է սխալ կատարվում մրցավարի եւ վար մրցավարի կողմից, նախ պետք է ստուգվեր 11 մետրանոցի իրավիճակը, որից հետո նոր ստուգվեր գրոհի կառուցման փուլում կատարված խախտումը, որպեսզի հեռուստադիտողների համար նույնպես պարզ լիներ, թե ինչ ստուգում են կատարել մրցավարը եւ վար մրցավարը։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ վերջնական արդյունքում մրցավարները կայացնում են ճիշտ որոշում, նշանակելով ազատ հարված պաշտպանվող թիմի օգտին։ Հաջորդ խաղը Փյունիկ-Վան հանդիպումներ։ Խաղի 23-րդ րոպեին Փյունիկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները չեղարկեցին դարպասի գրավումը, արձանագրելով խաղից դուրսի խախտում։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ իրականում փոխանցման պահին Փյունիկ թիմի խաղացողը գտնվում էր ավելի մոտ մրցակցի դարպասային գծին, քան նախավերջին պաշտպանը,
Հետևաբար մրցավարների կայացրած որոշումը ճիշտ էր։ Վառ մրցավարները ստուգելու համար խաղադաշտի որոշման ճշտությունը կատարում են 3D գծանշումներ խաղադաշտում, որով հաստատվում է, որ դաշտի որոշումը ճիշտ էր եւ Փյունիկ թիմի խաղացողը փոխանցման պահին գտնվել էր խաղից դուրս դիրքում։ Նույն խաղի 70-րդ րոպեին Փյունիկը գրավեց մրցակցի դարպասը խաղադաշտում եւ դինամիկայի մեջ կարող է թվալ, որ փոխանցման պահին Փյունիկ թիմի խաղացողը գտնվում էր խաղից դուրս դիրքում։ Բավականին բարդ իրավիճակ էր մրցավարի օգնականի համար։ Ամեն դեպքում նա վերջնական արդյունքում ճիշտ որոշում է կայացնում, արձանագրելով դարպասի գրավումը։ Վառ մրցավարները այս իրավիճակում նույնպես ստուգեցին խաղից դուրսի առկայությունը, նորից կատարելով 3D գծանշումներ, նրանք համոզվեցին, որ մրցավարի օգնականի կայացրած վերջնական որոշումը ճիշտ էր եւ գոլը ճիշտ էր խփվել։ Նույն խաղի ընթացքում եւս մեկ շատ բարդ իրավիճակ կապված խաղից դուրսի հետ, երբ Փյունիկը եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրս դիրքի խախտում։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ առաջին փոխանցման ժամանակ խաղացողները բոլորը գտնվում են ճիշտ դիրքերում, բայց երկրորդ հարվածի պահին, ինչպես կարող եք տեսնել, երկրորդ հարվածի պահին արդեն ոտքով հարվածի պահին աջ կողմում գտնվող խաղացողը գտնվում է մի փոքր իր թիմակցից ավելի առաջ եւ թիմակցից եւ գնդակից ավելի առաջ։ Հարվածից հետո գնդակը անդրադարձվում է դարպասապահից եւ դիպչում է այդ իրավիճակում խաղից դուրս դիրքում գտնվող խաղացողին։ Հետևաբար կատարվել է խաղից դուրս դիրքի խախտում եւ մրցավարի օգնականի կայացրած որոշումը դարպասի գրավումը ճիշտ է չեղարկվում։ Գյումրիում կայացավ Շիրակ-Նոա հանդիպումը, բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց եւ խաղի ելքը վճռվեց միայն խաղին փոխհատուցված ժամանակի ընթացքում։ Խաղասկզբում Նոա թիմը գրավեց Շիրակի դարպասը, բայց մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրսի խախտում։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ առաջին փոխանցումից հետո բոլոր հարձակվողները գտնվում են ճիշտ դիրքում, բայց արդեն գլխով խաղի ժամանակ գոլ խփող խաղացողը գտնվում է խաղից դուրս դիրքում։ Հետևաբար մրցավարի օգնականի կայացրած որոշումը ճիշտ էր, բարդ դրվագ չէր օգնականի համար, բայց կարևորը որ վերջնական արդյունքում կայացվել է ճիշտ որոշում։ Շիրակ-Նոա խաղի ընթացքում ցավոք սրտի եղավ տեխնիկական խոտան, որի պատճառով թե մարզադաշտում եւ հեռուստաեթերի ընթացքում ժամանակը ցույց տվող վարկանաչափը առաջ էր ընկել, այսինքն մոտ 1.5 րոպե, 1 րոպե 20 վայրկյան սխալ էր ցույց տալիս ժամանակը։ Ինչպես տեսնում եք, 4-րդ պաշտոնյան ցույց է տալիս խաղին փոխհատուցված ժամանակ 3 րոպեն, արդեն 91-22 րոպեին։ Սովորաբար 4-րդ պաշտոնյաները ցույց են տալիս խաղին փոխհատուցված ժամանակը խաղի վերջին վայրկյաններին։ Եթե մենք ստուգենք ամբողջ տեսագրությունը, կտեսնենք, որ իրականում հենց այս պահին է լրանում խաղակեսի 45-րդ րոպեի վերջին վայրկյանը, հետևաբար 4-րդ պաշտոնյան ժամանակը ճիշտ է ցույց տվել, ճիշտ ժամանակին է ցույց տվել։ Ինչի հատկապես անդրադարձանք այս իրավիճակին, քանի որ արդեն խաղի փոխհատուցված ժամանակի ընթացքում է կայացվում խաղի ամենակարևոր եւ որոշիչ որոշումը 11 մետրանոց հարվածը եւ շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ մրցավարը բավականին ուշ է նշանակում այդ 11 մետրանոց հարվածը, երբ արդեն խաղին փոխհատուցված ժամանակը նույնպես ավարտվել էր։ Ինչպես արդեն նշեցի, խաղի ելքը որոշվեց արդեն խաղին փոխհատուցված ժամանակում, երբ մրցավարը վառ տեսադիտումից հետո նշանակեց 11 մետրանոց հարված Շիրակ թիմի դարպասին։ Բավականին բարդ իրավիճակ էր մրցավարի համար, տուգանային հրապարակում գնդակը դիպչում է պաշտպանի ձեռքին, որը տեսանելի չէ մրցավարի համար, ինչպես նաև շատ բարդ է մրցավարի օգնականի համար, քանի որ Շիրակի մեկ այլ խաղացող փակում էր նրա տեսադաշտը, գտնվում էր անմիջապես նրա դիմաց։ Մրցավարը խաղի ընթացքում չնշանակեց 11 մետրանոց, թույլ տվեց խաղը շարունակել, սակայն վառ մրցավարները հրավիրեցին նրան տեսադիտման տուգանային հրապարակում հավանական ձեռքով խաղի խախտման համար։
Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ Շիրակ թիմի խաղացողի ձեռքը գտնվում է նրա մարմնից դուրս եւ նրա կողմից կա ձեռքի շարժում դեպի գնդակը։ Տվյալ իրավիճակում վար մրցավարի միջամտությունը ճիշտ էր, մրցավարը կատարելով խաղադաշտի տեսադիտում փոխում է իր նախնական որոշումը եւ նշանակում է 11 մետրանոց հարված Շիրակ թիմի դարպասին, որով էլ Նոան վճռում է խաղի ելքը։ Այս մրցափուլի վերջին խաղում Ալաշկերտը ընդունել էր Բկմային։ Խաղի ընթացքում եղավ իրավիճակ, երբ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված Ալաշկերտ թիմի օգտին, սակայն վար մրցավարները նրան տեղյակ պահեցին, որ խախտումը կատարվել էր տուգանային հրապարակից դուրս, հետևաբար չէր կարող նշանակվել 11 մետրանոց հարված։ Քանի որ սա փաստացի որոշում է, մրցավարը չհրավիրվեց այլևս տեսադիտում կատարելու, այլ անմիջապես մրցավարին տեղյակ պահվեց, որ խախտումը կատարվել է տուգանային հրապարակից դուրս, եւ մրցավարը միանգամից փոխեց իր կայացրած նախնական որոշումը, նշանակելով տուգանային հարված Ալաշկերտ թիմի օգտին։ Այսօր մենք անդրադարձանք երկրորդ մրցափուլի ամենակարևոր իրավիճակներին։ Շնորհակալություն, կհանդիպենք երրորդ մրցափուլից հետո։